հասավ այդքան շուտ տարիքում, ընդունեք շատ երեխաներ ես ունեցել, մահացավ այդ երեխեքը, մահացան երեխեքը, կամ շատերը մահացել են, իրենք գյուղացի կին, այսպես ասում էր, չարքերը խփեցին։ Ես միջև հիմա չհասկացա, թե ինչ իմաստուն էր չարքերը խփելու, բայց կարևորը պատասխան էին գտել, կարևորը հանգստացել էին։ Հիմա էլ երբ որ մարդ է մանում, երբեմն չգիտեն ինչն է պատճառը, ասում են, լավ, Աստված տարավ։ Սա ոնց որ սխալ, թույլ տվեք այդ բառը ասեմ, որը որ սխալ դիագնոզ, որը որ տանում է ավելի խորացման հիվանդության։ Պետք է հիվանդությանը ճիշտ ախտորոշում, այո, ախտորոշում անեն, ճիշտ ախտորոշում։ Հիմա այս դժվարությունները, որ իրենք հաղթարեցին, նրա համար էր, որ իրենք ճիշտ ախտորոշվեին, դրանից հետո ապաշխարեին, մոտենային հավատալով ու նաև վստահելով այդ օձին, որ օձ իրենց բուժելու է։ Քրիստոս իրեն համեմատում է այդ օձի հետ, ոչ թե օձի էության հետ, այլ օձի հրաշագործ հատկության, կամ մեղքերը թողելու, կամ բուժելու հատկության հետ։ Քրիստոսն էլ է խաչ բարձրանալու և խաչի վրայից սկսելու է մեր փրկությունը։ Այնպես էլ մարդու որդին պետք է բարձրանա, խաչ պիտի բարձրանա։ Իմիջիայլոց Քրիստոս միշտ նախապատրաստում էր իր առաքյալներին, հետևորդներին, որ ինքը խաչվելու է, որ չգայթակղվեն, որ չփախնեն փորձության ժամին, նախապես իրենց տրամադրում էր։ Եվ վերջում իհարկե իրենք փախան, գնացին, հետո Քրիստոս նորից սկսեց հավաքել, հիշում եք Էմավուսի ճամփորդներին, երբ որ բացատրեց Աստվածաշնչով, որ Քրիստոս անպայման պիտի խաչը բարձրանա, անպայման պիտի զոհաբերվեր, դե չէ անիմաստ էր իր աշխարհ գալը, պարտադիր զոհաբերություն էր պետք, որպեսզի նրան, ով նրան հավատում է, հավիտենական կյանք ընդունի, որ Աստծո ներկայությունը վայելի, ով որ հավատում է, որտեղ հավատալ միայն չի նշանակում հավատում ենք, բոլորս գիտենք, որ սատանան ոչ թե հավատում է, այլ առավել է հավատալուց, ինքը մեզանից միլիոն անգամ կներեք ես բառի համար ավելի է հավատում Աստծուն, քան թե մենք, բայց ինքը չի փրկվելու։ Հավատալը նաև նշանակում է վստահել Աստծո խոսքին, Աստծո խոստմանը նաև վստահել, ինչ որ գրված է, ինչ որ Աստված խոստացել է մեզ։ Աբրահամի հավատը, հիշենք, Աբրահամի հավատը ինչու էր բարձր կամ մեծ, որտեղ Աբրահամը հավատաց Աստծո խոստմանը, ինքը մեծ տարիքում ունեցավ մի տղա, Աստված ասաց տար իրեն զոհաբերի, ինքը տարավ զոհաբերելու, բայց չկասկածեց, որ իր սերունդը ավազի, սովի ավազի չափ է լինելու։ Նույնիսկ ինքը գիտեր, եթե իր մեկ զավակը զոհվի մահանա, էլի Աստված իրան սերունդ պիտի տա։ Այ իր վստահությունը Տիրոջ խոստմանը Աստված ինչ որ խոստացել է իրեն։ Ուրեմն հավատալ նշանակում է ոչ միայն հավատալ, այլ ընդունել խոստումը Տիրոջ, ճանապարհները, որ առաջարկում է Տերը, եւ Քրիստոսով փրկվելու հավիտենական կյանք ստանալ։ Որտեղ Աստված իր որդուն չուղարկեց աշխարհ, որ դատապարտի աշխարհ, այլ որպեսզի աշխարհը նրանով փրկվի։ Հիմա նայեք, առաջի գալուստը ինչ է։ Առաջի գալուստը ինչի համար եկավ Քրիստոս, եկավ հեզությամբ, հեզ եւ խոնար, նույնիսկ Երուսաղեմ մուտք գործելուց ասում է, չէ, նստեց ավանակի վրա, հեզությամբ, խոնարհությամբ գնաց Երուսաղեմ, գնաց խաչվելու։ Երկրորդ անգամ ինքը չի գալու արդեն խաչվելու, արդեն գալու է հակառակը։ Մեծ զորքով գալու է տարանջատելու կամ ուզում եք ասել պատժելու կամ հավիտենական կյանք տալու նրանց, ովքեր վստահություն են ունեցել Տիրոջ վրա եւ ապրել են Տիրոջով։ Այս գալուստները սրանք տարբեր են։ Քրիստոս էլ որ եկավ, երբեմն մենք որտեղ սխալ ենք պատկերացնում, երբ որ խոսքերը լսում ենք, սկսում ենք վախենալ։ Բայց Տերը, եթե այսինքն մարդ կանոնակ չի մկրտվել, ասում է ես վախենում եմ, մկրտվեմ, որտեղ մկրտվեմ, ավելի շատ պիտի վախենամ Աստծուց։ Հիմա մկրտված չեմ, ինչ ուզում անում եմ կամ ազատ եմ, ես քրիստոնյա չեմ։ Չնայած իրենց համար էլ կա խղճի դատաստան, այնպես չէ որ մարդը մկրտված չէ, դատաստանի առաջ չի կանգնելու, խղճի դատաստանով է գնալու մարդը։ Ուրեմն հետաքրքիր օրինակ է այսպես, եթե
մարդը երբ որ մեղքի մեջ է, արդեն իսկ դատապարտված է, որտեղ ասում մեղքի վարձքը մահն է։ Մահին չէ Աստծո երեսը չտեսնելն է, Աստծո երանական ներկայությունը չվայելելն է։ Ոչ թե մարդը դատապարտվում է Աստծո կողմից, տվյալ դեպքում Քրիստոսի կողմից, այլ ինքը դատապարտված է իր մեղքերի պատճառով։ Քրիստոս գալիս է դատապարտությունից մեզ ազատելու, եւ ինչ է ասվում, դա օրինակ է, այսպես շատ գեղեցիկ, տիպիկ օրինակ, ասում է, երբ որ մարդը հիվանդ է, բժիշկն իրեն դեղ է տալիս, եւ մարդը հրաժարվում է բուժվելուց, այս դեպքում բժիշկը մեղավոր չէ։ Հիմա մարդն էլ է այդպես, մարդը մեղքերի մեջ է, Քրիստոս գալիս է, տալիս է բուժվելու, դարմանվելու, բանալին կամ դեղն է տալիս, մարդը հրաժարվում է։ Շարունակեմ ընթերցելը։ Ով նրան հավատում է, չպիտի դատապարտվի, իսկ ով նրան չի հավատում, արդեն իսկ դատապարտված է, քանի որ Աստծո միածին որդու անվանը չհավատաց։ Տեսեք նույն բան է ասում, ով չի ընդունում ներողություն, արդեն իսկ դատապարտված է, մեղքերի պատճառով, իսկ ով ընդունում է Տիրոջը, Քրիստոսով մաքրվում է։ Քանի որ Աստծո որդու անվանը չհավատաց, այս Աստծո որդու անվանը չհավատացը, այդ ժամանակ ընդունված էր, Աստծո որդու անունը համարում էր իր անձը, իր էությունը, իր քարոզությունները, ավետարանը, ոչ թե ուղղակի չհավատանքցին այդ անվանը, որտեղ տեսեք օրինակ, լավ չեմ ուզում շեղվեմ, հիմա թեման ավելի շատ ուրիշ կողմի վրա կգնա, չեմ ուզում անվան հետ է կապված, ովքեր չհավատացին Աստծո միածին որդուն։ Եվ դատաստանը այսպես իսկ է։ Ինչ տեսակ է դատաստանը։ Լույսը եկավ աշխարհ, սակայն մարդիկ խավարն ավելի սիրեցին, քան լույսը, որտեղ իրենց գործերը չար էին։ Այո, չար գործերը, վատ գործերը, օրինակ գողությունը չէ, հափշտակությունները մոտ ժամանակ են անում, կամ այնպիսի տեղերում, որ չերևա։ Իսկ ովքեր որ նման խնդիր չունեն, իրեն գալիս են դեպի լույսը, որտեղ Քրիստոս լուսավորում է, որ գալիս ենք Աստծո մոտ, արդեն անկախ ամեն ինչից մեր մեղքերը երևում են։ Դա գիտեք սենյակում ոնց որ լույսը բան անես, այսպես անջատես, ու սենյակում չի երևա, որ սենյակը դասավորված չէ, սենյակը անմաքուր է, երբ որ լույսը վառում ես, նոր ամեն ինչ երևում է։ Դրա համար էլ երբ որ մոտենում ենք Աստծուն, Քրիստոսին ենք մոտենում, արդեն սկսում է մեր մեջ երևալ մեր թերությունները, այսպես ասեմ, կամ կոնկրետ մեղքերը սկսում են երևալ։ Դրա համար շատերս խուսափում ենք դեպի խավարն են գնում, ուր որ լույս չկա, քանի որ գործերը չար են։ Որովհետև ով չարիք է գործում, ատում է լույսը եւ չի գալիս դեպի լույսը, որպեսզի նրա գործերը իր երեսովը չտան։ Իսկ ով կատարում է այն ինչպես ճշմարիտ է, գալիս է դեպի լույսը, որպեսզի նրա գործերը հայտնի լինեն, թե Աստծով կատարվեցին։ Շատ պարզ է, շատ արդեն այս մասին ուզում եմ հետ բարձրանամ, այս մի նախադասությունը, որ շատ հայտնի է բոլորիս համար, այս կրկնելը ևս մի անգամ օգտակար է, որ Աստված այնքան սիրեց աշխարհը, մինչև իր իսկ միածին որդուն տվեց, որպեսզի ով նրան հավատում է, չկորչի, այլ ընդունի հավիտենական կյանքը։ Ոչ մեկ իր միածինն այսպես որդուն չի տա, էլի զոհաբերության էնել գիտեք ում համար, նրանց համար ում որ չի սիրում։ Տեսեք, ասում է Աստված այնքան սիրեց աշխարհը, ինչու սիրեց աշխարհը։ Մենք օրինակ այդպես չենք, մենք երբ որ մեկը վատություն է անում, ուզում ենք միանգամից պատժել։ Աստված այդպես չէ, Աստված չի ուզում միանգամից պատժել։ Աստված ուզում է դարձի գանք, Աստված ուզում է փոխվենք, որովհետև Աստված սեր է։ Ամեն։ Դե ասում ենք ինչ է Աստված, Աստված սեր է։ Այո։ Այդ դրա համար մեր համար